Հայաստանում վերջին տարիներին արձանագրվող սպանությունների մեծ մասը շարունակում է կրել կենցաղային բնույթ։ Ընտանեկան վեճերը, անձնական թշնամանքը, ալկոհոլի չարաշահումը եւ սոցիալական լարվածությունը շարունակում են լինել հանցագործությունների հիմնական պատճառները։ Միայն 2022 թվականի առաջին կեսին արձանագրվել է 8 սպանություն, որոնք կապված էին ընտանեկան բռնության հետ։ Իսկ 2024 թվականին այդ նույն թիվը հասել է 13-ի, համաձայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության 2024 թվականի տարեկան հաշվետվության։ Միևնույն ժամանակ արձանագրվել է ընտանեկան բռնության ընդհանուր դեպքերի կտրուկ աճ։ 2023 թվականին 508-ից մինչև 2024 թվականի 1360, ինչը վկայում է խնդրի սրման մասին։ Բացի այդ, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2021 թվականի տվյալներով Հայաստանում կանանց շուրջ 17.2%-ը հայտնել է, որ ենթարկվել է ընտանեկան բռնության, ինչը հաստատում է, որ խնդիրը չի սահմանափակվում առանձին դեպքերով, այլ կրում է համակարգային եւ զանգվածային բնույթ։ Թեև իրավապահ մարմինները պարբերաբար խոսում են կանխարգելիչ քայլերի մասին, վիճակագրական տվյալները վկայում են, որ խնդիրը դեռևս չի հաջողվում լուծել համակարգային մակարդակով։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ կենցաղային բնույթի սպանությունները շարունակում են գերակշռել Հայաստանում, եւ այդ վտանգավոր դինամիկան պահպանվում է։ Նրա խոսքով անհրաժեշտ է վերանայել ինչպես իրավապահ համակարգի մոտեցումները, այնպես էլ հասարակության մեջ բռնության հանդեպ ձևավորված անտարբեր վերաբերմունքը։ Նախարարի խոսքով, եթե համաշխարհային մակարդակում 100,000 բնակչի հաշվով միջինում 5.8 սպանության դեպք է արձանագրվում, 2021-ին Հայաստանի դեպքում այս ցուցանիշը եղել է 2, 2022-ին 1.9, 2023-ին 1.8, 2024-ին 2։ Armenia Today քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպես պետք է պետությունը, ոստիկանությունը պայքարեն սրա դեմ։ Մարդկանց կյանքի պայմանները լավացնեն առաջերտին, ինձ թվում է դրանից է գալի ընտանեկան սաղ բարդությունը չլնելուց։ Աշխատավարձի բարձրացում, նպաստ, թոշակ, չգիտեմ։ Երևի դպրոցում լավ կրթություն երեխեքին, դաստիարակություն երեխեքին։ Տեսքի բա։ Իսկ ոստիկանությունը ինչպես պետք է պայքարի։ Դա պետությունը ձեր նշան։ Դե ոստիկանությունը բացատրելով, հետևելով, ոչ թե ասենք լինում է վերջանում է, նոր ասում են, բան չի սենց եղավ։ Ինչ ժամանակին չեք տիրություն անում։ Չէ՞ որ բոլորի աչքի առաջ է դա ամեն ինչ կատարվում։ Մի անգամից չի լինում, կամաց է, չէ՞ լինում։ Իրանց գործը անեն ամեն դեպքում։ Չեմ կարծում, որ աշխատում են նորմալ։ Ոչ մի բանին էլ չեն հետևում։ Այդ է ամենավտանգավորը։ Հիմա մարդ վախենում է իրիկունները դուրս գա դուրս։ Աշխատեն, մենակ փող աշխատելով չի, աշխատավարձ ստանան գնան նստեն տները իրաց։ Առաջինը պատերազմը մարդիկ հələ հետ չունեք այդ վիճակից։ Սոցիալական ծանր վիճակը։ Վաղ վրա հույս չկա ոչ մի։ Ինչ պետք է անի պետությունը եւ ոստիկանությունը։ Շատ մեծ հարցը։ Չեմ ուզում պատասխանել։ Ովքեր կասկածելի են մի քիչ երևի դրանցից գողության տակ արմացվի։ Իմ կարծիքով այդ ուրիշ ինչ կարան անել։ Իսկ արդյոք ոստիկանությունը պատշաճ աշխատում է այդ ուղղությամբ, թե Ոչ։ դժգոհ եք աշխատեն։ Դե ընդհանուր առմամբ այս վերջի դեպքից հետո անավանդ։ Եթե կասկածում են, այս երեխու պահով։ Եթե կասկածում էին ու հսկողություն չկար, այդ մարդու վրա հենց անձամբ Ոստիկանությունը պետք է հսկողություն սահմանի բոլոր դեպքերով իր օպերատիվ միջոցներով, այսինքն տվյալներ հավաքի, թե որտեղ ինչպիսի հանցագործությունների վտանգ կա։ Պետության ֆունկցիան հիմնականում իրականացվում է ներքին գործերի նախարարության նրա իրականացրած ռազմավարության միջոցով։ Ըստ ձեզ այս պահին ոստիկանությունը բավարար չափով աշխատում է։ Չեմ կարծում, որովհետև ցուցանիշները հիմնականում ցույց են տալիս, որ ոստիկանության աշխատանքը, եթե նույնիսկ բավարար է գնահատում, ապա ոչ իրավաչափ, որովհետև հանցագործությունների թիվն աճում է։ կատաղած ոնց որ լինեն, մի բան լինում է կամ զենքով է, կամ դանակով է, սպանությունները շատ են։ Չգիտեմ պետությունը ինչ պետք է անի։ Իսկ արդյոք ոստիկանությունը աշխատում է այդ ուղղությամբ։ Դե աշխատում են էլի։ Բայց դե ինչ ձևի չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Ուղղակի շատ է, մենք էլ ենք զգում, որ շատ է, վթարներն էլ է շատ, սպանությունները, որ ամեն օր լինում է, որ երեխուն խեղդի։
Էլ դրանից ինչ ուզենք, ինչ պահանջենք։ Ինձ թվում է խորհրդարանը պետք է ան։ Օրենքները խստացնի։ Որ սպանը վախենա սպանը։ 50 տարի սպանության համար դնի, էլ չեն սպանում։ Երեխեն էլ հասկանում։ Պետություն ուղղակի պիտի հրաժարական տա, կարծում եմ ամեն ինչ նորմալ կլինի։ Աշխատանքը։ Ուրիշ ոչինչ։ Արդյոք պատշաճ աշխատում են ոստիկանությունը օրինակ կանխելու համար։ Դերյալ։ Ավելի ուշադիր լինեն, ավելի օրենքները խստացնեն ընտանեկան բռնությունների հանդեպ։ Դա շատ բարդ խնդիր է։ Չեմ կարող ասել։ Ոչ մի բանը չի կարանի, որ դու պետություն չի, անգետ Ում է պաշտպանում ոստիկանությունը։ Ոչ մեկի։ Ինչով են զբաղված։ Իրանք գիտեն այդ արդեն։ Պետությունը դից պիտի անի։ Մի հատ թող իր, ասենք, ժողովրդի կյանքը լավ դասավորի, որ իրար չսպանեն։ Հիմնականը կռիվները բացվում է չունենալու բալես։ Պարզ ասեմ, եթե նորմալ լինի, մարդու կնիկ իրար չեն գզի։ Կներես էլի, որ իսկական սովորական խոսում եմ։ Բայց հիմնականը էտա խնդիրը սաղ էս տնական լավ չապրելու ու խոսակցությունները բացվելով արդեն մեկը մեկին անպատվում է, ինչ ասես ասում է։ Հիմնականը սաղ գումարային հարցերն է։ Ինչ պետք է անի ոստիկան։ Թող ավելացնի ոստիկանություններ հիմնականը բանը, պարոն Փաշինյանին ասեք, որ մարդիկ այդ կոպեկները, որ ստանում են, երբեք չեն ապ։ Ու մարդկանց տները հիմնականը գումարային հարցերն է։ Կենցաղի, փողի, երեխեքին չեն կարում պահեն, մարդիկ այդ կոպեկով 37,000 պարոն Փաշինյանից փող է ստաց։ Ես տղա չունեմ, հարց չունեմ, մի հատ հիվանդ աղջիկ ունեմ, 75,000 ռուբլի փող ասում։ Ես ինձի դեղ առնեմ, թե ապրեմ։ Հասարակ բան եմ ասում։ Այդ գումարով հնարավոր է, դե դուք պատկերացրեք, որ բոլորը երեխաներ ունեն, դպրոց են գնում, կոպեկներ ստանալով դու հարց կլուծես, այ դրանից էլ արդեն տան խոսակցությունը, կռիվը, ամեն ինչը սաղ այդ գումարային հարցերն ու կենցաղ տա։ Հələ որ մի քիչ փող լինի, կնիկը մարդու հետ կռիվ կանի։ Պարզ խոսում են։ Այդ կոպեկները պետք չի։ Իրանք լավ տակները լցնում են, պարզ ասում են։ Ոչ է բախեցող են։ Թող հարցերը ժողովրդի լուծի։ Դա չեղավ, իրանք միլիոններ են ստանում, իրար չի բավարարվում։ Կոպեկը կբավարարի ժողովրդին, որ տանկենցաղային հարցեր ինչերից է, սաղ գումարային հարցերն է։ Իսկ ոստիկանությունը պատշաճ աշխատում է։ Ոստիկանության հետ խնդիր ես չգիտեմ։ Եթե զանգ տան, պետք է որ հասնեն։ Եթե ամուսինը թողել իհարկե, չտա մի հատ տա, ասի երկարդե պարկի մինչև խելքի կգաս։ Շատ վատ է, ուրեմն միլիցիան չի աշխատում։ Դրա համար էլ տենց է, եթե նորմալ աշխատեն, սպանություններ չի լինի։ Ում համար է աշխատում ոստիկանությունը։ Եք շատ ման ամեն մարդի տեղը պետք է աշխատի։ Երևի իրաց տեղում չեն նախարարները, այդ ուժայինների։ Դրա համար էլ տենց է։